Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմում է եվրոպական կառույցների ղեկավարներին։ Հասցեատերերն են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտո Մեցալը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանի նկատմամբ եվրոպական բյուրոկրատիայի կողմից կայացած որոշման արդյունքում քաղաքական երկխոսությունը միակողմանիորեն դադարեցվել է եւ նա ստիպված է հրապարակայնորեն դիմել նրանց կոնկրետ ուղղություններով հարցերով։ Վարչապետը շեշտում է, որ Վրաստանը եվրոպական արժեքների վրա հիմնված երկիր է։ Շեշտը դրվում է եվրոպական արժեքների համակարգի եւ ժողովրդավարության ընկալման վրա։ Կոբախիձեն հետաքրքրված է, թե ինչպես են գնահատում Կոպենհագենում տեղի ունեցած բռնությունը, երբ խաղաղ ցույցի մասնակիցներին նախ մահակներով ծեծեցին, ապա շներ օգտագործեցին նրանց դեմ։ Ցավոք խոսքային պետության հնազանդ գերմանական բյուրոկրատիայի որոշումների պատճառով նույնիսկ պատմական բարեկամությունը դառնում է քաղաքական շահարկումների առարկա։ Այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետը։ Կախակալաձեն հրապարակում է յուրատեսակ ցավակցական նամակ եւ նշում, որ տասնամյակների ընթացքում ձևավորված մշակութային եւ գործընկերային կապերը խաթարվում են միակողմանի քաղաքական իրավիճակի պատճառով։ Նրանք կարծում են, որ գերմանական հասարակությունն ունի բավարար իմաստություն եւ ուժ պահպանելու անկախ մտածողությունը, պաշտպանելու իր ազգային շահերը եւ կկարողանա իշխանության բերել այնպիսի քաղաքական ուժ, որը կհոգա Գերմանիայի եւ գերմանացիների իրական խնդիրների լուծման մասին, նշվում է նամակում։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Չինաստան շարունակվում է։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ վրացի օրենսդիրները ժամանել են Շանսի նահանգի Սիան մայրաքաղաք, որտեղ տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն։ Սիամ մեկնելուց հետո Շալվա Պապուաշվիլին, Գյորգի Վոլսկին եւ Նիկոլոս Սամխարաձեն այցելել են Պեկինի արտաքին հարաբերությունների պետական համալսարան, որտեղ ելույթ են ունեցել ներկաների առջև։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո երրորդի հանդիպումը ավարտել է Դյուշենի մկանային դեզտրաֆիայի տառապող երեխաների ծնողների հետ։ Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Ծնողների խոսքով պատրիարքը լսել է նրանց դիրքորոշումը եւ խոստացել օգնել։ Նրանց խոսքով հանդիպումները կշարունակվեն պատրիարքարանում, որտեղ ներկա կլինեն ծնողները, պատրիարքարանի ներկայացուցիչներ եւ ոլորտի մասնագետներ։ Ծնողների խոսքով պատրիարքարանը կառավարության հետ կհաղորդակցվի վերջնականապես համաձայնեցված տարբերակներով։ Վրաստանի առողջապահության նախարարը Լեհաստանի առողջապահության նախարարի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է հազվագյուտ հիվանդությունների բուժման եւ դեղերի հասանելիության հարցը։ Միխայիլ Սարջվելաձեն մասնակցում է առողջապահության համաշխարհային ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը հազվագյուտ հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցների հասանելիության հարցն էր։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Բելգիայի առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի հետ։ Ադրբեջանից Վրաստան սոցիալական սակագնով գազի մատակարարումները կշարունակվեն եւս 20 տարի։ Վարչապետի խոսքով Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնագրվով երկարաձգվել է այս տարվա վերջին լրանալու ենթակա պայմանագրի ժամկետը, որը նրա խոսքով հատկապես կարևոր էր երկրի եւ բնակչության համար։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ վրացական կողմը դրական արդյունքների է հասել էլեկտրաէներգիայի ներմուծման եւ տարանցման գործում եւ Բաքու Թբիլիսի Սուֆսի հողովակաշարը նույնպես կվերականգնվի։ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք այլ կարևոր որոշումներ են կայացվել։ Դրանց թվում են նաև Բաքու Թբիլիսի Ղարս երկաթուղու նոր հատվածը լիովին կշահագործվի, բացի այդ կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի համաձայն 6 տարվա միջոցառումից հետո մայիսի 26-ից կվերսկսվի Թբիլիսի եւ Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային երթևեկությունը։ Ներքին գործերի նախարարությունում նոր հատուկ բաժին ստեղծելու վերաբերյալ քննարկումները քաղաքական սպեկտրում շարունակվում են։ Իշխող թիմը նախաձեռնությունը կարևոր է համարում եւ պնդում, որ տարբեր խմբեր դիտավորյալ գործարկում են ատելության խոսք հասանելիությունը հասարակությանը պառակտելու համար։
Ընդդիմությունը մեղադրում է վրացական երազանքին ատելություն տարածելու մեջ, հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի ատելության խոսքին, վիրավորական արշավներին եւ ագրեսիվ հաղորդակցությանը հանրային տարածքներում։ Ստրասբուրգի դատարանը հրապարակեց Միլաձեն ընդդեմ Վրաստանի գործով իր որոշումը եւ հաստատեց Արդարադատության նախարարության դիրքորոշումը, որ պաշտոնյաների հասցեին հրապարակայնորեն արված վիրավորական նվաստացուցիչ եւ անպարկեշտ արտահայտությունները գերազանցում են խոսքի ազատության շրջանակը։ Գործը վերաբերում է 2022 թվականին TikTok սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութին, որտեղ դիմորդ քաղաքացիական ակտիվիստ Իրակլի Միլաձեն անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ է օգտագործել Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության հասցեին։ Դրա համար ազգային դատարանները նրան նշանակեցին օրենքով սահմանված նվազագույն 500 լարի տուգանք։ Պակիստանում ձերբակալվել է իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության անդամներ, նրանք Վրաստանի քաղաքացիներ են։ Ինչպես հայտարարել է պետական անվտանգության ծառայությունը, հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված անձինք միացել են իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության շարքերին եւ որոշակի հրահանգներ են ստացել օտարերկրյա երկրներից ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով առևանգվել են հրազեն պայթուցիկ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է 10-ից 17 տարի ժամկետով ազատազրկում։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցել Ալեկո Էլիսաշվիլիի գործով դատական նիստ, որտեղ հարցաքննվել է մեղադրանքի կողմի ներկայացված երկու վկա՝ ներքին գործերի նախարարության քննիչը եւ Էլիսաշվիլիի ուսի հարվածից ձեռքին վնասած ստացած դատական կատարածուն։ Նիստի ժամանակ վկաները նկարագրել են այն իրավիճակը, որ դեպքի վայր ժամանած անձը հայտնաբերել է Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքում։ Էլիսաշվիլին մեղադրվում է ահաբեկչական գործունեություն կատարելու փորձի մեջ։ Հետաքննության տվյալներով դիմակավորված Ալեկո Էլիսաշվիլին զինված հրազենով, փամփուշտներով եւ ահաբեկչական գործողություն կատարելու համար անհրաժեշտ իրերով մտել է դատարանի շենք։ Նա մեծ քանակությամբ դյուրավառ նյութ է ունեցել դեպքի վայրում տեղադրված իրերի եւ փաստաթղթերի վրա եւ փորձել է հրդեհել դրանք։ Վրաստանում պաշտոնապես գործարկվել է եվրոպական երիտասարդական քարտը։ Սա թույլ է տալիս վրացի երիտասարդներին զեղչով ստանալ 25,000 ծառայություն ամբողջ Եվրոպայում։ Նախագիծը իրականացվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ եւ 40 տարի շարունակ ստեղծում է ճանապարհորդության հնարավորություններ ավելի քան 9 միլիոն երիտասարդների համար եվրոպական մայրցամաքում։